բերչեմ ընտանիքիս համար։ Ախր այնքան բարի եք, դուք ոնց բեր կարող եք լինել, տիկին ասում, հետաքրքիր է։ Դուրեր եմ լսում, երեկոյան որ պարում եմ հեռախոսս եմ բացում, բանը յութեր եմ կարդում։ Որտեղ եք մտնում, ինչ կայքեր եք մտնում, YouTube-ից օգտվում եք։ YouTube-ով, ռադիոն լուրերն եմ լսում, կինոբան չեմ սիրում, չեմ նայում հիմա, բայց լուրեր բան շատ եմ սիրում, ես ամբողջ աշխարհից տեղեկություն ունեմ։ Դերեք լսել եմ, որ բանը Թրամփը Վենեսուելայի բանին ղեկավարին Մադուրոին իր կնոջը ձերբակալել են, մտածում եմ ինչ ունի Թրամփը սրանց հետ ինչի պետք է ես ղեկավարին տանեն Ամերիկայում դատեն։ Մեկնաբանություններ գրում եք։ Չէ, չեմ գրում։ Համեստորեն ուղղակի նայում եք, տեղյակ եք։ Դուք ձեզ երկարակյաց համարում եք։ Չէ։ Ոնց չեք համարում։ Ես իմ տարիքս չեմ զգում։ Քանի տարեկան եք զգում։ Հիմա 98 տարեկան եմ։ Բայց ինչքան եք զգում։ Ինչքան գիտեք, որ ոտքի վրա եմ, հələ ամեն ինչի խառնվում եմ, իմ տարիքս չեմ զգում։ Ես չեմ ուզում, որ բեր դառնամ իմ ընտանիքի համար, քանի որ ոտքի վրա եմ, ոչինչ թող ապրեմ։ Բայց հիվանդ, որ եթե հիվանդանամ, չեմ ուզի, որ ապրեմ իմ ընտանիքի նեղություն տամ։ Եկեք այդ բաների մասին չմտածենք, Աստծո գործերը անքննելի են։ Դուք համարում եք, որ երկար եք ապրել, որովհետև բարի եք, աշխատասեր եք, գենետիկան է պատճառը։ Գիտես, իմ ծնողներս են աշխատող եղել։ Նամանավանդ հայրս, որ ինքը գործ է ունենում, դաժե գիշերներ վերքենում գնում գործի։ Ես էլ որ գործ եմ ունենում, գիշերը քունից չտանում, առավոտը շուտ վեր եմ կենում, որ օրինակ այսօր եմ կացել, երեք լողացել շոյս արդյոք եմ բան ասում, մինչև գանեն վերքենալ ես ամեն ինչ անեմ, ամեն ինչ էլ անում եմ, հələ փառք Աստծո, իմ թաղման փողը ես ունեմ։ Ես չեմ ուզում, որ ինձ վրա ծախսեն, էլի, գիտեմ, որ երեխեք ամեն ինչ կանեն, աղջիկս, թոռներս, բայց ուզում եմ, որ ես նեղություն չքաշեն ինձ համար։ Բայց կնեղանան, որ տենց բան եք արել, կնեղանան, որ փող եք հավաքի ախար։ Գիտեք ինչ է ուզում հարցնել, դու գիտեք չէ, որ հենց 100 տարեկան դառնաք, քաղաքապետանը ձեզ նվեր ունի 1 միլիոն դրամ։ Սպասում եք։ Գիտեք, այդ փողը ինձ պետք չի, բայց որ ստանամ անպայման պիտի բաժանեմ թոռներիս։ Ես փող չունի, մեկ գնում եմ վարսավերանոց, որ շուկա եմ գնում, մենակ չեմ գնում, անպայման կամ հարսից հետ կամ թոռներիս հետ, մենակ չեմ գնում։ Վախենում եմ գնելուց։ Բայց լավ արագաշարժ եք, տիկին Հասմիկ։ Տան բոլոր գործերը դուք կարող եք անել, հարթուկ, լվացք, ամեն ինչ անում եք։ Հարսից որ տանը չի լինում, ես ամեն ինչ էլ անում եմ։ Լուսամուտներն եմ մաքրում, պոլներ եմ մաքրում, ինչ ինքը գալիս է շշկրվում։ Չեն թողում արդեն, վախենում ես, զգուշանում են։ Հա, իրանք չեն ուզում որ ես անեմ։ Տիկին Հասմիկ, ինչ երազանք, ինչ նպատակ ունեք առաջիկա տարիների համար։ Նպատակս էնա, որ ես տեղաշուր չմգնեմ, ոտքի վրա լինեմ, այսինքն միշտ ոտքի վրա։ Օրինակ, ես մեր ընտանիքում սովորություն է, ուրբաթ օրերը թոռներս իրար երեխաներով հավաքում են մեր տունը։ Իրանք իմ եփած ճաշերը շատ են սիրում։ Ես հայկական ճաշերը ես եմ մնացածը հարսայıb։ Ես հա իմ եփած փլավը աշխարհի ամենա ինչ հայտնի մարդիկ որ ուտեն բանկանեն բավական չուն կստանան հաճախակի փլավ եմ գցում բանով տնի հավով ես խանութի հավերը չեմ սիրում տանի հավով հնդկահավով հարիսա եմ դնում փլավ եմ գցում լավ տոլմայ ամեն ինչը հայկական իմ ճուֆտեն ուրիշա Պետք է փորձենք հերթով, տիկին Հասմիկ, պետք է փորձեմ իմանամ։ Գաղտնիք ասեք, երկարակեցության գաղտնիքը, ոնց անենք, որ երկար ապրենք։ Գիտես, պետք է հանգիստ լինես, բնավորությամբ հանգիստ պետք է լինես, թե չէ որ ջղայնանաս, բանանես, այդ ներվային բոլոր հիվանդությունները ներվային լողի վրա են։ Շնորհակալ, որ դուք բանը հետաքրքրեցիք իմ կյանքով։ Դուք իմ մասին գիտեիք։ Հեռախոսով եմ ձեր մասին լսել, ձեր հաղորդումները լսել եմ միշտ։ Ինչ լավ է, որ մեր երկրում այդ տարիքի մարդկանցով հետաքրքրվում եք։
Դուք քանի տարեկան եք գաղտնիք պահում եք, թե կասեք ձեր տարիքը։ Չէ, գաղտնիք չեմ պահում։ 97-ից լրացավ, 98-ը արդեն։ Երեք իմ ծնունդս էր։ Պատմեք էլի ոնց նշեցիք։ Թողնելիս ամենքան 60,000 փող են տվել ինձ։ Ինչ եք անելու այդ փողը։ Ինչ եմ անելու։ Էլ իրանց ծնունդներին բաժանելու։ Իրենք տալիս են, դուք հետ եք տալիս։ Հա, ես էլ եմ տալիս։ Այս տարի նոր տարուն ինչ եք պատրաստել դուք, որ հենց ձեր ձեռքով։ Գիտեք, ես ջահել ժամանակ բոլորը աշխատում էին, որ նոր տարին մեր տանը անցկացնեն։ Բայց հիմա որտեվ հարցս էլ շատ շնորհքով է, աշխատում եմ, որ ինքը անի ամեն ինչ։ Ես այս տարի մենակ պասուստոլմա ու գաթա եմ թխել։ Երկու հատ գաթա էլ թխել եմ, կլոր գաթաներ մեջն էլ 500 դրամանոց եմ դրել, ուղարկել եմ, տայել եմ թորանս տունը, այդ 500 դրամանոցը գավ թորանս։ Թեպետ այնտեղ 12 հոգի էինք։ Ամեն տարի այդ նույն գաթան թխում եմ, տանում եմ թորներից տները։ Գաթան ես կերած շատ համով էր, ինչ էիք մեջը լցրել։ Ջահել ժամանակվանից եմ սկսել խմորեղն թխելը սիրելը։ Մի ժամանակ մեր տունը որ նոր տարուն գալիս էին ճուշտա, իմ ձեռքով ծեծած ճուշտան եւ իմ թխած բանը փախլավան ուտելու։ Բայց հիմա այդ փախլավան 22 լիստ էր, օխլավով էի բացում։ Բայց հիմա որ թորներից չեն թողնում, որ այսքան չարչարվեմ ես։ Մենակ գաթա եմ թխել այս տարի։ Գաթան շատ համով էր, մեջը ինչ էիք լցրել։ Դու գաղտնիքը ասեք, էլի։ Հա, ես խորիզի մեջ պոպոկ եմ խառնում ու համեմունքներ, հին, դարչին, մուսկաթվի արեղ, այդ բոլորից մի քիչ խառնում եմ խորիզին, դրա համար շատ համով է ստացվում։ Որովհետև սովորական գաթայի համ չուներ, էլի, ես կերա շատ դուրս եկավ։ Հա, այդ մի կտոր էր մնում, որտեվ ով որ գալիս է մեր տունի, ես այդ գաթան եմ հյուրասիրում, դրա համար վերջի կտորն էր մնում, դուք համը տեսաք։ Ապրեք, ուրեմն պիտի սովորեմ սարքելը, ճար չկա։ Ապրեք, տիկին ասում։ Ձեզ կնայեք YouTube-ում, լինքը կտամ, կուղարկեք, կտարածեք բոլորին, որ ձեր առաջի հարցազրույցն էր, չէ։ Այո։ Եվ տպավորությունները շատ հիանալի։ Կյանքում ես մի բան է փորձեցիք, տիկին Ազմիկ, թե չէ հաց թխել, ավ պահել, մենակ աշխատելով չի։ Ապրեք, տիկին Ազմիկ, շնորհակալ եմ, շատ շնորհակալ եմ, որ պատմեցիք։ Բան մնաց, գաղտնիք մնաց, թե գաղտնիք չունեիք։ Չէ, ինչ գաղտնիք, որ փորփրենք կարող է դուրս գա։ Դե փորփրում եմ, հեսա կեժան փորփրում եմ, չեք ասում գաղտնիքները։ Մեծ գաղտնիք չունեմ։ Փոքրը որն է։ Փոքր գաղտնիքը որն է։ Սրտի խորքում ինչ կա, փոքր գաղտնիքները ասեք, լավ։ Այդ բանը գաղտնիք չունեմ, չէ։ Չասեց տիկին Ասմիկը, չասեց պահեց։ Թող մնա գաղտնիքը։ Շնորհակալ եմ տիկին Ասմիկ, ժամանակի համար, գաթայի համար, հյուրընկալության, բարության, դասերի։ Ես էլ եմ շնորհակալ քեզանից էլ, Մելանյանից էլ,